Պարոն Բագրատունի, եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է, հայ առաքելական եկեղեցու շուրջ Հայաստանի իշխանությունները արշավ են սկսել։ Ուզում ենք իմանալ ձեր կարծիքը, հա, ինչ գնահատական կարող եք տալ ստեղծված իրադրությանը, ինչպիսի վտանգներ կարող են լինել, եթե օրինակ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, հեռացվի կաթողիկոսը եւ նոր ընտրություններ լինեն։ Դեպքում մեր եկեղեցի նույնպես կդառնա սովորական մեր հանրապետության մեջ ինչ-որ մի կառույց, որը պատկանում է իշխանություններին։ Մինչև այսօր եկեղեցին անկախ էր, մենք գիտենք բոլորս, որ մեր եկեղեցին անկախ է պետականությունից, չնայած շատ մոտ է կանգնած պետականության մեջ, բայց պետական կառույցների մեջ չի, իր գործունեությունը եւ ինքը չի ենթարկվում իշխանություններին, բայց եթե Հայաստանի իշխանությունները կարողացան, չնայած արդեն սկսել են այդ պայքարությունները են մուծվել արդեն եկեղեցու մեջ, եթե կարողացան եկեղեցում այդ նույն իրանց ասած հեղափոխությունը անել, դա շատ բացասական հետևանքներ կունենա հետագայում, դա նշանակում է, որ իշխանությունները արդեն մեր եկեղեցին կօգտագործեն որպես սեփական ինչ-որ մի կառույց, հա, որտեղ կարողանան անել ինչ ուզում են, կարողանան ուժ գործադրել, ճնշում գործադրել, որպես եկեղեցին ինչ-որ մի բան անի կամ չանի, եթե հիշենք, այս ամբողջ կռիվը սկսեց նրանից, որ եկեղեցին կարծեմ Ավստրիայում թե Շվեյցարիայում հանդես եկավ արցախցիների պաշտպանության համար, ու այստեղից սկսվեց Ադրբեջանը դեղից բողոքեց ու Հայաստանի իշխանությունները սկսեցին պայքար եկեղեցու դեմ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եկեղեցին իրանք զրկում են եկեղեցուն ունենալ սեփական կարծիքը, սեփական ցանկությունները իր ժողովրդի որոշ մասի կամ ընդհանրապես ժողովրդի մասին։ Սա շատ վտանգավոր բան է։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ այս ամեն ինչը սկսվեց, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը Սփյուռքում իր ելույթի ժամանակ խոսեց Արցախի մասին, ու որոշ շրջանակներ ասում են, որ արշավը եկեղեցու դեմ արտաքին ուժերի թելադրանքով է եղել, նույն ինքը Հաջիզադեի խոսքին այս ամեն ինչը հաջորդեց։ Այսինքն ինչ ենք հասկանում, Ադրբեջանը եւ որոշ չափով Թուրքիան որոշակի վախեր ունեն եկեղեցու հանդեպ, դրա համար են ցանկանում խեղդեն այն այսպես ասած ուժը, որը հետագայում կարող է վերածել մի նոր համազգային պայքարի։ Իհարկե, հենց դա է նպատակը ու իմաստը։ Տեսեք, մեր հայկականությունը դարեր շարունակ պահպանել է եկեղեցին, չէ՞։ Երբ որ Թուրքիայի լծի տակ էինք, մեզ հայը պահել եկեղեցին, դրանից հետո մեր հայությունը մեր մեջ արթնացրել է եկեղեցին, եւ թշնամիների համար ինչ է պետք, որպեսզի մենք մոռանանք մեր անցյալը, չէ՞, իրաց ինչ է պետք, որ հայերը մոռանան Արցախը։ Եթե կա մի ուժ, որը դա հիշելու է, եւ դա եկեղեցին է, բարձր դա իրանց համար ներկայացնում որպես վտանգ, իրանք տեսնում են դա որպես վտանգ։ Քանի որ հայերը թեկուզ հավատքի առումով, իսկական հավատքի, հա, այս դա նկատի ունեմ, քիչ են տոկոսով, հա, ասենք բոլորը քրիստոնյա են, բայց իսկական քրիստոնյաները շատ քիչ են, բայց գոնե քրիստոնյա են եւ իրենց ինչ որ մի ձևի ասոցացնում են մեր եկեղեցու հետ։ Օրինակ հաճախ հիմա տեսնում ես մարդկանց, որ թե դեմ, թե կողմ գնում են այս պայքարի մեջ են մտնում, բայց որ շատ նայում ես մարդիկ են, որ եկեղեցու չեն էլ գնացել, հա, մարդիկ կան բողոքում են մոմի գնի համար, որոնք կյանքում մոմ չեն վառել եկեղեցու։ Իրանց համար եկեղեցին դա մի կառույց է, որը մնում է իր կազմվածքի կառույցի մեջ հաստատում։ Տեսեք, իշխանությունները կարան փոխեն, ոնց որ արեցին վերջի անգամ։ Իշխանությունները կարան մարդկանց ուղեղը ուտեն ու մարդիկ գնան ինչ-որ մեկին ընտրեն, սրան ընտրեն, ծրագրերը փոխեն այդ իշխանությունների կամ կառույցների մեջ։ Իսկ եկեղեցում չեն կարա, իրանք չեն կարա եկեղեցին փոխեն, մեկի ասեն է, գիտեք, վաղվանից դուք պետքա, չգիտեմ, Մուհամեդին պաշտել։ Չէ, եկեղեցին հաստատուն իր ծրագիրը, նպատակը, իր ուղղությունը եւ եկեղեցում պահպանվում է նաեւ մեր պատմությունը։ Դրա համար իրաց համար եկեղեցին շատ կարևոր ու վտանգավոր մի օբյեկտ է։
Պարոն Բագրատունի, երկար դարեր եկեղեցին եղել է այն ազգապահպան կառույցը, թե Հայաստանում, թե Սփյուռքում եւ թե Արցախում, որտեղ մարդիկ հենց նրա շուրջ են համախմբվել, անգամ եթե օրինակ Սփյուռքում ինչ-ինչ համայնքներ միմյանց հետ ունեցել են ոչ այնքան լավ հարաբերություններ, ապա եկեղեցու միջոցով, հա, կարողացել են համախմբվել ու շարունակել իրենց գործունեությունը։ Հիմա այստեղ հարց է առաջանում Սփյուռքում Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ ինչպես է գնահատվում, արդյոք կա աջակցություն։ Տեսեք, Սփյուռքում ճիշտ է, ավելի շատ մասերի են բաժանում, բայց ընդհանուր կարանք բաժանել երկու մասի՝ եկեղեցու հետ ինչ-որ մի առնչություն ունեցող հայի եւ չունեցող հայի։ Չունեցող հայերը իրանք կարան բաժանվեն, որոնք սատարում են կամ դեմ են եւ այլը, իրանց մի կողմ տանենք, իրանց չենք հաշվում, բայց այն մարդիկ, ովքեր առնչություն ունեն եկեղեցու հետ, իրանք թեկուզ եթե նույնիսկ համաձայն լինեն, իրանք չեն կարա այդ աստիճանի աջակցեն, ինչքան Հայաստանում, որովհետև գնայք ոնց որ ասեցի, մեզ մեր եկեղեցին Սփյուռքում ավելի շատ է պետք, ինքը որպես մենակ եկեղեցի չի, այլ մեր ինքնության, պաշտպանության, պահպանման մի կետ է, հասկանում եք, իրանք չեն կարա այստեղ այդ ձևի, այդ աստիճանի բացահայտ դուրս գան եկեղեցու դեմ, դա կերևա, որ լրիվ դուրս են գալի հայության դեմ։ Կան եկեղեցականներ, ցավոք սրտի ես երկուսին գիտեմ, բայց մենակ այդ երկուսն են հələ, որ ես տեսնում եմ, որոնք իհարկե շատ կողմ են այս քայլին ինչ կատարում եւ այլ լրիվ պատկանում են այդ պատկերի մեջ, բայց մարդկանց առումով թեկուզ էլ եմ կրկնում, նույնիսկ կան մարդիկ համաձայն լինեն, բայց իրանք այդ տեսակի արշավ չեն կարա սկսեն Սփյուռքում եկեղեցու, որովհետև դա կլինի ոչ մենակ եկեղեցու, այլ կլինի մեր բոլորիս հայության դեմ, իսկ ստեղ ուրիշ ձևի է հայությունը, ստեղ տեսեք Հայաստանում հայ լինելը կամ հայությունը, քանի որ Հայաստանն է, դա սովորական է, բոլոր տեղերն է, հա, դու պարտադիր չի որ մի բան անես, որ հայ մնաս, որովհետև Հայաստանն է, իսկ Սփյուռքում հայ մնալը, հայ լինելը, հայ դառնալը, դա մի գործողություն է, որ պետք է արվի, դա ինչ-որ մի պրոցես է, դա ամենօրյա գործողություններ են, որ պետք է հետևողական անես, որպեսզի մնաս հայ, իսկ եթե դու մեկը դուրս է գալի մեր եկեղեցու դեմ, դա նաև դուրս է գալի մեր հայության դեմ, այսինքն մեր արմատների, մեր ինքնության, մեր ազգայինի, մեր ազգի, մեր դեմ, դա մի քիչ լրիվ ուրիշ տեսակի է, փառքաստու չկա այդ ձևի շուտ պայքար ակտիվ ու հուսամ չի լինի, որտեղ դա լրիվ արդեն ուրիշ բան կլինի, տեսեք, ես շատ եմ խոսում, որ այս նոր իշխանությունները եկան ու Սփյուռքը կտրեցին Հայաստանից, դա իմ համար շատ մեծ ապտակ էր ու շատ մեծ խնդիր է մեր ազգի համար, բայց Սփյուռքի մեջ արդեն այս տեսակի կռիվ մտցնելը դա արդեն կլինի կատաստրոֆիկ մի բան